Շնորհակալ եմ պարոն Սարգսյան ձեր կատարած աշխատանքի համար, նաև հետաքրքիր մի խումբ քաղաքացիներ էլ կան, որոնք որ դիմել են, օրինակ, ովքեր ծնվել են արտերկրում, սակայն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց ծառայել են այդ երկրում, ունեն զինվորական գրքույկ։ Այս պահին այդ մարդիկ էլ ունեն Հայաստան վերադառնալու խնդիր, այսինքն պարզվում է, որ մի երկրում արդեն ստացել են զինվորական գրքույկ, ծառայել են, բայց հիմա գալով Հայաստան նորից իրենք կամ պետքա ծառայեն կամ ինչ-որ գումար ունեն, այսինքն լինում է, որ երկու տեղ կամ պետքա ծառայեն կամ փորձեն այդ հարցը լուծել եւ այստեղ կարծես այլ մոտեցում եւս պետք է ցուցաբերել, այս ուղղությամբ որևէ աշխատանք կատարվել է։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար։ Մեր օրենսդրությունը հստակ արձանագրում է հետեւյալը. եթե քաղաքացին եղել է սկզբից Հայաստանի քաղաքացի, հետո նոր այլ երկրի քաղաքացի է դառել, այնտեղ ծառայել է, միևնույն է Հայաստանում պետք է շարունակի ծառայել։ Եթե սկզբից եղել է այլ երկրի քաղաքացի, օրինակ ՌԴ քաղաքացի կամ Վրաստանի քաղաքացի, հետո այնտեղ ծառայել է, նոր դարձել է Հայաստանի քաղաքացի, Հայաստանում այլևս կարող է չծառայել, եթե այդ երկրում ծառայել է 12 ամիս եւ ավելի։ Վրաստանում եւ Ռուսաստանում գիտեք, որ 12 ամիս է ծառայությունը։ Այսինքն, այս դեպքում նրանք ազատվում են ծառայելու պարտավորությունից, պարտականությունից, բայց եթե սկզբից եղել է Հայաստանի քաղաքացի, հետո մեկնել է, այնտեղ ծառայել է, պետք է շարունակի այստեղ ծառայել։ Նաև օգտվելով հնարավորությունից ուզում եմ ասեմ, թե այս օրենքը, որը 2024 թվականին ընդունեցինք, ինչ օգուտներ է տվել։ Օրենքից օգտվել է մոտ 200 քաղաքացի, նրանք վճարել եւ ծառայել են, արդյունքում պետական բյուջեի մուտքագրվել մոտ 2 միլիարդ դրամ գումար, Հայաստանի Հանրապետության դրամ, որը մոտավորապես 5 միլիոն դոլար է ամերիկյան։ Համեցեք Տիկնազյան։ Խնդրում եմ լրություն պահպանել, հարգելի գործ։ Համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, ես հարց ունեի։ Խնդրեմ վերադառնաք։ Ուզում եմ մի շարունակություն պարոն Սուքիասյանի հարցին մի լրացուցիչ մեխանիզմ միգուցե առաջարկել, հասկանալ է, որ որոշ դեպքերում միանվագ գումար տալը խոսքը չի վերաբերվում իհարկե հարուստ մարդկանց, ինչպես դուք բնութագրեցիք երեխաներին, ովքեր ժամանակին հնարավորություն ունեցել խուսափել են, գնացել են արտերկիր, այլ ուղղակի մարդկանց ում օրինակ ծնողներն են իրանց փոխարեն որոշում կայացրել եւ փոքր տարիքում հանել են երկրից, հիմա չափահաս են աշխատում են, բայց միանվագ չեն կարողանում այդ գումարը վճարել եւ վերադառնալ Հայաստան եւ նաեւ այնպիսի տարիքային կամ աշխատանքային իրավիճակում են, որ չեն կարող ծառայել, ենթադրենք չեն նախընտրում ծառայել։ Միգուցե ասենք օրինակ տարաժամկետ վճարման կամ ամիս վճարման նման մեխանիզմներ ներդրվեն, որ մարդ օրինակ գա որովհետեւ աշխատի, բայց ինքը իմանա, որ իր աշխատավարձից ինչ-որ մի տոկոս վճարվում է հայկական բանակին ժամանակին չծառայելու համար։ Խոսքը սրա մասին է, արդյոք նման մեխանիզմ դիտարկվել է եւ արդյոք հնարավոր չի նման մեխանիզմ նույնպես դիտարկել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Սկզբնական շրջանում, երբ օրենքի նախագիծը շրջանառել ենք, շատ էր նման հարցեր քննարկվում, մասնավորապես ռազմաարդյունաբերությանից ասում էին, որ նրանք ովքեր որ կգան ռազմաարդյունաբերությունում կաշխատեն, եկեք իրանց ազատենք, գումար չվճարեն, առողջապահությունից ասում էին նրանք ովքեր որ կգան բժիշկ կաշխատեն, բարձր որակավորում ունեցող նրանց ազատենք, նաև կրթության նախարարությունից էր նման առաջարկ գալիս եւ այլն, բայց որպեսզի բարտերի չվերածենք, այսինքն ծառայություն, գումար, ապրանքանյութաշրջանառություն այսպես բարդ չանենք, դրա համար որոշում կայացրեց, որպեսզի վերածենք դրամի։ Եթե ինքը լավ մասնագետ է, կլինի ռազմաարդյունաբերության մեջ կամ այլ ոլորտում, աշխատի եւ դրամը լինի միասնական միավորը, որով չափենք, իսկ թե ինչպես ինչ միջոցներով կարող ենք օգնել այդ քաղաքացիներին, որպեսզի այս գումարը վճարեն, դա կարծում եմ կարող ենք արդեն անել այլ նախագծով կամ կառավարության որոշումներով, որպեսզի տանք տարաժամկետ վճարման հնարավորություն կամ պետությունը վճարի, իրենք պետությանը այդ գումարը փակեն, այսինքն ոչ թե այս օրենքով կարգավորվի, այլ օրենսդրական ակտերով կարգավորվի, այսինքն գումարները շարունակի մնալ նույնը, պետությունը ընդունենք 8 միլիոն վճարի, ինքը գա մի ամիս ծառայի, հետո պետության տված գումարը աստիճանաբար փակի։ Բայց նաև ուզում եմ ասեմ, որ գումարները շատ իջեցնելն էլ արդարացի չի լինի մեր ծառայող տղաների նկատմամբ, որովհետև մարդիկ ամեն դեպքում իրենց ընտանիքից կտրվել են 2 տարի ժամկետով ծառայել են, եւ եթե այսօր շատ մեղմ լինեն պայմանները չծառայածների համար, սա կարա ոչ հավասար պայմաններ ստեղծի եւ անարդար լինի նրանց նկատմամբ, ովքեր իրենց ժամկետում եկել եւ ծառայել են։
Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Հարցը վերաբերվում է հենց միանվագ վճարմանը եւ խոսքը չի վերաբերվում որևէ կերպ ինչ-որ բաներ զիջելուն, այսինքն ավելի հետընթաց ձևակերպումներ տալու ֆինանսական առումով։ Հարցին կարծում եմ պատասխանեցիք, շնորհակալություն, այսինքն ձեր մոտեցումները համընկնում են, որ կարելի է մեխանիզմներ ներդնել։ Խնդիրը իրավական դաշտում է, կարծում եմ պետք է այս մասին մտածենք եւ եթե հնարավորություն տանք նման համոզված եմ, որ այս թվերը կկրկնապատկվեն, կեռապատկվեն, որտեղ մեզ են դիմում քաղաքացիներ եւ այդ միանվագ գումարի վերաբերյալ մտահոգություններ են արտահայտում։ Շնորհակալ եմ, լրացուցիչ ասեմ, որ նման խնդրով նախարարություններից մեկից դիմել էին, այդ նախարարությունում ունեինք տղա, ով եկել էր եւ աշխատում էր եւ հետախուզման մեջ էր նաեւ գտնվում եւ ստորագրությունով էր դուրսը ու ինքը չուներ այդ գումարը, որպեսզի միանվագ վճարի։ Ես նաև նախարարի հետ խոսելուց առաջարկել էի, որպեսզի դա նախարարությունը կամ այլ միջոցով վճարենք եւ ընթացքում այդ քաղաքացին այդ գումարը պետության պարտքը վերադարձնի, որպեսզի եւ օրենքը չխախտվի եւ նա կարողանա ինչ որ ժամանակում այդ գումարը փակել։ Վստահ եմ նման գործիքներ կարող ենք առաջարկել եւ կյանքի կոչել, որպեսզի հնարավորինս շատեր օգտվեն այս օրենքից եւ չշարունակեն փախած մնալ արտասահմանում, որովհետեւ նրանց արտասահմանում մնալը Հայաստանի որևէ օգուտ չի տալիս, ասեմ ավելին, երբ լրանում է նրանց 37 տարին, քրեական գործերը ուղղակի կարճվում են վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Նշեմ, որ 2010-ից 2024 թվականներին 14 տարիների ընթացքում 2500 քրեական գործ կարճվել է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին։ Հարակից զեկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական